Գիրք Ելից, գլուխ 24 Իսրայելը հաստատում է ուխտը։ Եվ Մովսեսին ասաց. «Բարձրացիր Տիրոջ մոտ, դու և Ահարոնը, Նադաբը և Աբիուդը և Իսրայելի ծերերից 70 հոգի, և հեռվից երկրպագություն արեք։ Միայն Մովսեսը թող մոտենա Տիրոջը, իսկ մյուսները չմոտենան, և ժողովուրդը նրա հետ վեր չբարձրանա»։ Եվ Մովսեսը եկավ և Տիրոջ բոլոր խոսքերը և բոլոր դատաստանները պատմեց ժողովրդին, և ամբողջ ժողովուրդը միաձայն պատասխանեց և ասաց. «Տիրոջ բոլոր ասածները կկատարենք»։ Եվ Մովսեսը Տիրոջ բոլոր խոսքերը գրեց և վաղ առավոտյան վեր կացավ և լեռան ստորոտում զոհասեղան և 12 սյուներ շինեց, ըստ Իսրայելի 12 ցեղերի։ Եվ Իսրայելի որդիներից երիտասարդներ ուղարկեց, և նրանք ողջակեզներ մատուցեցին, և որպես խաղաղության զոհ զվարակներ զոհեցին Տիրոջը։ Եվ Մովսեսն արյան կեսը վերցրեց և լցրեց կոնքերի մեջ, իսկ արյան մյուս կեսը զոհասեղանի վրա ցողեց։ Եվ ուխտի գիրքը վերցնելով, իլուր ժողովրդի կարդաց, և նրանք ասացին. «Տիրոջ բոլոր ասածները կանենք ու կհնազանդվենք»։ Եվ Մովսեսը վերցրեց արյունը և ժողովրդի վրա սրսկեց ու ասաց. «Ահա այն ուխտի արյունը, որ Տերն արել է ձեզ հետ, այս բոլոր խոսքերի համաձայն»։ Այն ժամանակ Մովսեսն ու Ահարոնը, Նադաբը և Աբիուդը և Իսրայելի երեցներից 70 հոգի վեր բարձրացան, և տեսան Իսրայելի Աստծուն, և նրա ոտքերի տակ կարծես շափյուղյա սալահատակ էր, ու բուն երկնքի պես ջինջ էր։ Եվ նա Իսրայելի ընտրյալների վրա իր ձեռքը չդրեց, նաև Աստծուն տեսան, և կերան ու խմեցին։ Եվ Տերն ասաց Մովսեսին. «Բարձրացիր լեռը ինձ մոտ և այնտեղ կանգնիր, և քարե տախտակները և իմ գրած օրենքը և պատվիրանները քեզ կտամ, որ նրանց սովորեցնես»։ Եվ Մովսեսն ու նրան ծառայող Հեսուն վեր կացան, և Մովսեսը Աստծո լեռը բարձրացավ։ Եվ ծերերին ասաց. «Դուք այստեղ մեզ սպասեցեք, մինչև ձեզ մոտ վերադառնանք, և ահա Ահարոնը և Օվրը ձեզ հետ են, ով դատ ունենա, թող նրանց մոտ գնա»։ Եվ Մովսեսը լեռը բարձրացավ, և ամպը ծածկեց լեռը։ Եվ Տիրոջ փառքը Սինա լեռան վրա հանգչեց, և ամպը նրան ծածկեց 6 օր, և 7-րդ օրն ամպի միջից կանչեց Մովսեսին։ Եվ Տիրոջ փառքի տեսիլը լեռան գագաթին մաշող կրակի պես էր Իսրայելի որդիների աչքի առաջ։ Եվ Մովսեսն ամպի մեջ մտավ, և լեռը բարձրացավ, և Մովսեսը 40 օր ու 40 գիշեր լեռան վրա էր։